Ողջույն բոլորին։ Մենք արդեն ժամանել ենք Թբիլիսի։ Օրեր առաջ մեր պատվիրակությունն արդեն ժամանել է Թբիլիսի եւ պատրաստվում է առաջին փորձին։ Իրականում շաբաթվա ընթացքում ընդամենը 2 անհատական փորձ են ունենալու եւ պատվիրակության բոլոր անդամները, ինչպես նաեւ Ալբերտը, իհարկե գիտեն, որ սրանք երկու ամենապատասխանատու փորձերն են լինելու, որովհետեւ ընդամենը 30 րոպե են ունենալու յուրաքանչյուր անգամ բեմում, որպեսզի կարողանանք կատարելության հասցնել Ալբերտի ելույթը։ Մենք այս տարի աշխատում ենք մեր բեմադրող ռեժիսոր Արթուր Մանուկյանի հետ եւ այստեղ արդեն աշխատում ենք ինչպես Եվրոպական հեռարձակողների միության, այնպես էլ Վրաստանի հանրային հեռուստաընկերության մասնագետների հետ, որպեսզի ստանանք Ալբերտի երգին համապատասխան գեղեցիկ ելույթ։ Ուրիշ ճանապարհ եմ անցնում ես իմ ստեղծագործական կյանքում Ալբերտի հետ, որովհետև մեկ հայացքով, մեկ շարժումով, մեկ ժեստով մենք Ալբերտի հետ բեմից մինչև ետնաբեմ հասկանում ենք իրար ու դա օգնում է, որպեսզի նա վերջնական տա մեզ այն ամեն ինչը, ինչ որ մենք իրենից պահանջում ենք։ Մեկ շաբաթ ունեցա առիթ շփվելու եւ տեսնելու բարձրակարգ պրոֆեսիոնալ մարդկանց աշխատանքը եւ ինքս շատ զարմացած եմ եւ կարծում եմ յուրաքանչյուր արտիստի համար եւ յուրաքանչյուր փոքրիկ արտիստի համար սա մեծ քայլ է եւ մեծ աշխատանք եւ մեծ ձեռքբերում։ Ամենատպավորիչ եւ ամենասպասվածը առաջի փորձն էր, քանի որ ինձ համար ամեն ինչ նոր էր։ Առաջին անգամ էի տեսնում դահլիճը, բեմը, լույսերը եւ իմ դեկորը, եւ այդ պահին հասկացա, որ այն ամենի մասին, ինչ որ ես երազում էի տարիներ շարունակ, արդեն իրականացել է։ Ինքը կարծես լիներ լուրջ պրոֆեսիոնալ արտիստ, ով բարձրացավ բեմ, հավաքվեց, մտքերը կենտրոնացրեց եւ արեց այն ամենը, ինչ իրենից պահանջվում էր։ Ընդամենը 2 փորձերի եւ այս մեկ շաբաթվա ընթացքում պետք է անել հնարավոր ամեն բան, որպեսզի թիմը կարծես մեկ լեզվով խոսի եւ միահամուռ ուժերով բոլորը անեն հնարավոր ամեն բան, որպեսզի արդյունքում հեռուստադիտողը տեսնի այն պատկերը, որը մենք ուզում ենք, որպեսզի նա տեսնի։ Դու կարաս պրոստը հայացքով իրան ուղեկցես, հայացքով ուղեկցես։ Ամբողջ շաբաթվա ընթացքում Ալբերտը շատ ինտենսիվ պարապմունքներով եւ բեմադրության կտորների փորձերով եւ վոկալի փորձերով ապացուցեց, որ գնում է դեպի հաղթանակ եւ դրա վառ ապացույցներ, որ հենց առաջին փորձից էլ նա այնքան հիանալի ներկայացավ եւ այնքան հիանալի երգեց, որ տարբեր պատվիրակություններից մոտենում էին մեզ, մոտենում էին Ալբերտին եւ բոլորը հիացած էին եւ բոլորը զարմացած էին, թե ինչ ձայնային տվյալներ ունի Ալբերտը, թե ինչ տաղանդավոր է նա եւ թե ինչ հետաքրքիր ու լուսավոր կերպով է այս տարի հատկապես Հայաստանը ներկայանում մանկական Եվրատեսիլ 2025-ում։ Ալբերտը իսկապես շատ պրոֆեսիոնալ արտիստ է, ես սա հաճախ չեմ ասում, նա միանգամից հասկանում է այն բոլոր պահանջները, որոնք մենք բեմադրող ռեժիսորը եւ այստեղի բեմադրող ռեժիսորը նրա առջև դնում են եւ միևնույն ժամանակ էլ իհարկե տեսնելով արդյունքը փորձերից հետո նա կարծես էլ ավելի է ողջևորվում եւ պատրաստվում արդեն մեծ ելույթին։ Կարծում եմ, որ բոլոր խոչընդոտներն արդեն հաղթահարել ենք եւ ամենաբարդ փուլը անցել ենք, ավելի հանգիստ եւ ավելի ապահով ենք մեզ զգում, որովհետեւ մենք տեսանք վերջնական պատկերը, թե ինչ է տեսնելու հեռուստադիտողը եւ մնացել են գրեթե փոքրիկ դետալներ, մնացել են փոքրիկ շտկումներ, որպեսզի ունենանք վերջնական պատկեր։ Այս մեկ շաբաթը լի էր տարբեր էմոցիաներով, ունեցել ենք բազմաթիվ փորձեր, նկարահանումներ, տարբեր հանդիպումներ եւ ծանոթություններ տարբեր մասնակիցների հետ։ Բավականին հետաքրքիր է նաև ստացվում Ալբերտի եւ մյուս տարբեր երկրների ներկայացուցիչների շփումները, բավականին հետաքրքիր կերպով շփվում են, փոխանակվում են նվերներով, էմոցիաներով, բոլորը գիտեն անգիր իրար երգերը եւ շատ հետաքրքիր է, որ սա լավ հնարավորություն է երեխաների համար ուսումնասիրել տարբեր լեզուներ, տարբեր մշակույթներ եւ փոխանցել լավ էներգիա մրցութային օրերի ընթացքում։ Արդեն հասցրել եմ շփվել բոլոր մասնակիցների հետ եւ մեր թիմի հետ պատրաստած բոլոր նվերները նվիրել ենք նրանց։ Այնտեղ կար մի գիրք, որտեղ գրած էր իմ երգի եւ տեսահոլովակի հիման վրա գրված հեքիաթը։ Նվիրել ենք մեր ստիկերները, նվիրել ենք շարֆը եւ պայուսակը։
Եվ արձագանքը իսկապես տպավորիչ էր, բոլորը շատ էին հավանել։ Մեր այս տարվա մերճը, գիրքը, պայուսակը, շարֆը բոլոր երկրների կողմից շատ սիրվեց, բոլորը հուզված էին, որովհետև իսկապես անսովոր էր բոլորի համար շոշափել եւ տեսնել գիրք, հատկապես անգլալեզու եւ նաեւ հայալեզու տարբերակով, որը թույլ էր տալիս ծանոթանալ ոչ միայն հայոց գրերին, մեր տառերին, այլև թույլ էր տալիս կարդալ եւ ծանոթանալ արդեն միջազգային լեզվով ողջ բովանդակությանը հեքիաթի։ Փորձերով ծանրաբեռնված այս շաբաթվա ընթացքում տեղի է ունեցել նաև բացման արարողությունը Եվրատեսիլի, դա պաշտոնական հանդիսավոր արարողություն է, որի ընթացքում բոլոր պատվիրակությունները եւ արտիստները հավաքվում են մեկ վայրում, տոնում են այս մեծ միջոցառումը եւ հնարավորություն են ունենում իհարկե ծանոթանալ միմյանց հետ եւ արդեն պատրաստվել այն շաբաթվան, որի ընթացքում մի շարք փորձեր են լինելու։ Այս տարի եւս շատ հետաքրքիր միջոցառում էր կազմակերպված եւ թե մեր պատվիրակության անդամները, թե Ալբերտը հնարավորություն ստացան շփվել այլ երկրների մասնակիցների հետ եւ ծանոթանալ բոլորի հետ։ Փորձերի շաբաթվա ընթացքում մենք իհարկե առիթը բաց չենք թողնում հանդիպելու տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Սա տեղի է ունենում եւ մեծերի Եվրատեսիլում եւ իհարկե մանկական Եվրատեսիլում եւ պիտի ուրախությամբ նշեմ, որ մենք հնարավորություն ստացանք Վրաստանում Հայաստանի դեսպանատան, դեսպանի եւ իհարկե հայ համայնքի ներկայացուցիչների հետ միասին համատեղ ջանքերով կազմակերպել այստեղի հայ համայնքի հետ հանդիպում, բայց այս անգամ հանդիպումը ավելի հետաքրքիր ձևաչափով էր անցնում, որովհետեւ այնտեղ ներկա էր ոչ միայն Ալբերտը, այլև Ուկրաինայի եւ Վրաստանի մասնակիցները, որոնք եւս ազգությամբ հայ են։ Մեր պատվիրակ Ալբերտը, Վրաստանի պատվիրակ Անիտան եւ Ուկրաինայի պատվիրակը Սոֆիան հնարավորություն ունեցան ծանոթանալու Թբիլիսիում ապրող հայրենակիցների հետ։ Դեսպանը շատ ջերմ ողջունեց եւ բավականին հետաքրքիր հարց ու պատասխան ունեցանք, երգեցինք երգերը։ Կարծում եմ սա շատ լավ հնարավորություն էր համախմբել հայերին մեկտեղ եւ անկախ արդյունքների ողջևորել մեր բոլոր հայրենակիցներին։ Երեք արդեն տեղի է ունեցել ժյուրիի փորձը, սա հերթական փորձերից մեկն է Եվրատեսիլյան, բայց ամենակարևորն է իրականում, որովհետև ինչպես գիտենք, վերջնական արդյունքի 50%-ը գալիս է հենց ժյուրիի քվեարկության արդյունքում, եւ մենք հաճախ մեր երեխաներին, ինչպես նաև մեծերին Եվրատեսիլի ժամանակ ասում ենք, որ սա թերևս ամենակարևոր փորձն է ձեզ համար, որովհետև ժյուրին իհարկե առանձնահատուկ ուշադրություն է դարձնում կատարողական արվեստին, ձայնին եւ մի շարք այլ հատկանիշներին, որոնք գուցե հաճախ հեռուստադիտողները այդքան էլ ուշադիր այդ ամենին չլինեն, եւ պիտի ուրախությամբ նշեմ, որ ինչպես եւ սպասում ենք, Ալբերտը իհարկե փայլել է բեմում, բոլորը շատ տպավորված են եւ վստահ ենք, որ այսօր արդեն հիմնական ելույթը ել ավելի տպավորիչ կլինի։ Պատվիրակությունը, արտիստը եւ թիմը առհասարակ միշտ անում են հնարավոր ամեն բան, որպեսզի արտիստը փայլի բեմում, իսկ մնացածը արդեն պրոֆեսիոնալ ժյուրիի եւ հեռուստադիտողների ձեռքերում է։ Ինչպես վստահ եմ մեր հեռուստադիտողները գիտեն, մանկական Եվրատեսիլի դեպքում մենք կարող ենք քվեարկել Հայաստանից Հայաստանի, այսինքն Ալբերտի օգտին։ Հուսով եմ, որ այսօր ողջ օրվա ընթացքում, երբ քվեարկությունը բաց էր, արդեն մարդիկ հասցրել են քվեարկել եւ հիշեցնենք եւս մեկ անգամ բոլորին, որ ուղիղ եթերի ընթացքում քվեարկությունը ամենավերջում բոլոր ելույթներից հետո եւս մեկ անգամ կբացվի 15 րոպեով եւ բոլոր այն մարդիկ, որոնք գուցե արդեն նախորդ օրը հասցրել են քվեարկել, կարող են եւս մեկ անգամ քվեարկել Ալբերտի Հայաստանի օգտին եւ սատարել մեր մասնակցին։ Հաշված րոպեներից արդեն Ալբերտը կբարձրանա Եվրատեսիլյան մեծ բեմ։ Ես մաղթում եմ Ալբերտին հաջողություն, ուժ եւ եռանդ։ Ալբերտն իսկապես արտիստ է եւ ուզում եմ, որ իր երազանքը, որը Եվրատեսիլյան մեծ բեմ հասնելն էր, եւ մի երազանք էլ, որն ունի, անպայման այսօր կատարվի Եվրատեսիլյան մեծ բեմում։ Րոպեներ անց կմեկնարկի մանկական Եվրատեսիլը եւ այս ողջ ընթացքում դուք ինձ հետ եք եղել, ինձ աջակցել եք, մեկնաբանություններ եք գրել եւ սեր եւ ջերմություն եք ինձ փոխանցել եւ այդ սիրով ես կգնամ Եվրատեսիլի բեմ, իսկ դուք կարող եք քվեարկել իմ օգտին։ Մի քանի րոպե հետո դուք բոլորը տականատես կլինեք նրա ելույթին եւ ես հուսով եմ, որ մենք բոլորս բարձրանալու ենք իր ելույթով անկախ արդյունքներից։ Հանրային հեռուստատեսության թիմը եւ մեր ողջ պատվիրակությունը ամեն ինչ արել ենք, որպեսզի Ալբերտի ելույթը ոչ միայն հիշարժան դառնա, այլ նաեւ պատմություն կերտի մեր ողջ Եվրատեսիլյան պատմության մեջ իբրև լուսավոր, բարի, դրական կատարում եւ այն նույն էներգիան, այն նույն ջերմությունը, այն նույն դրական ալիքները, որ Ալբերտը փոխանցում է հանդիսատեսին, կարծում եմ դրանք մեզ վերադառնալու են հաղթանակի տեսքով։ Մեր պատվիրակության անդամները գիտեն, որ թիմում երևի արտիստից հետո ամենաշատը միշտ ես եմ հուզվում, որովհետև շատ հուզիչ է այն պահը, երբ հայտնվում ես արտիստի հետ միասին հետնաբեմում,
հասկանալով, որ մոտ կես տարի շարունակ ամբողջ թիմը աշխատել է հենց այդ 3 րոպեի համար։ Ես կարծում եմ, որ այս ամիսների ընթացքում թիմը իսկապես ֆանտաստիկ աշխատանք է կատարել եւ որ ամենակարևորն է Ալբերտն է ֆանտաստիկ աշխատանք կատարել։ Սա կարծում եմ հրաշալի հնարավորություն է առիթը օգտագործել եւ շնորհակալություն հայտնել թե Ալբերտին, թե մեր ամբողջ թիմին, թե նաեւ այն թիմին, որ այստեղ չէ, բայց հանրային հեռուստաընկերությունում է եւ եւս ամիսներ շարունակ մեզ օգնել է նախապատրաստվել այս ելույթին։ Իհարկե այսօր շատ պատասխանատու օր է բոլորիս համար, որովհետեւ այդ 3 րոպեի ընթացքում Ալբերտը ներկայացնելու է իր երազանքը, իր պատմությունը եւ իր ձայնի միջոցով փորձելու է իր ասելիքը տեղ հասնել ամբողջ աշխարհին։ Ու մենք վստահ ենք, որ թե հեռուստադիտողները, թե ժյուրին կգնահատեն այս ելույթը եւ մենք կհասնենք մեր երազանքին։ Բոլորս այս պահին շատ հուզված ենք եւ ուզում եմ ասել, որ անկախ արդյունքների մեր ամենակարևոր նպատակը մարդկանց փոխանցելն է հետեւյալ միտքը. անհրաժեշտ է միշտ երազել եւ երբեք չկորցնել այն քաջ սիրտը, որը կարողանում է ունենալ մեծ երազանքներ։ Եթե որևէ մեկը իր կյանքում մեր երգից հետո հավատում է իր երազանքներին, դա նշանակում է, որ մենք իրապես հաղթել ենք։